Բարոս ելիքորը եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12 գլխի 2-րդ համարը եւ B հատվածում արդեն կարադառնանք մեր կերպարանափոխության երրորդ սկզբունքին, որը մեր կերպարանափոխության նպատակին։ Մենք արդեն առաջի երկուսը տեսել ենք մեր կերպարանափոխության օրինակը, որտեղ տեսանք, որ մեր օրինակը չի հանդիսանում այս դարաշրջանը, ինչպես առաքյալը շեշտում է, եւ երկրորդ մենք տեսանք մեր կերպարանափոխության մեխանիզմը, այսինքն առաջինը տեսնելով, որ մենք չենք նմանում այս դարաշրջանին, այլ մեր մտքի նորոգությունով ենք նորոգվում, հետաքրքիր է, որ այստեղ առաքյալը առաջակաշում, որ արդեն միտքը նորոգված է, որ այդ մտքի նորոգությունով արդեն մեր կյանքերը պիտի նորոգվեն, եւ երկրորդ տեսանք մեխանիզմին, եւ մեխանիզմի մեջ մենք տեսանք, որ մենք չենք նորոգվում կամ վերափոխվում, որովհետեւ մենք հոգեբանական վարժությունների միջոցով, հարցադրումների միջոցով կամ հոգեբանական սկզբունքներ եւ ներգործությունը չի որ մեզ փոխում, այլ ինքը Սուրբ Հոգին գերբնական կերպով օգտագործելով իր ասխալական խոսքը մեզ ամբողջական կերպարանափոխում է եւ նմանեցնում է Քրիստոսին։ Սա կարևոր է, այսինքն մենք տեսանք եւ մեր օրինակը կերպարանափոխության, որ այս դարաշրջանը չի մեր նորոգված միտքը, մեր միտքը նորոգվելով առավել ճանաչողություն ամերիկյան գալի Քրիստոսի պատկերի եւ այդ պատկերի համաձայն էլ Սուրբ Հոգին ասող խոսքի միջոցով այդ մեխանիզմը կատարվում է, այսինքն այն գերբնական փոփոխությունը ոչ թե բնական կերպով հոգեբանական ճնշումն է մարդու փոփոխության հարցում։ Դրա համար մենք անդրադառնանք նաեւ մեր երրորդ կետին, մեր վերափոխման արդեն նպատակին, որտեղ առավել կարադառնանք Աստծո կամքը ճանաչելու ու զանազանելու։ Հետաքրքիր է, որ այս Աստծո կամքը հասկանալու վերաբերյալ տարբեր վարդապետություններ կա եւ դա մարդկային հորինվածք վարդապետություններ են, ավելի կեղծ վարդապետություններ, ավելի մարդուն հարմար, մարդակենտրոն վարդապետություններ են։ Ոմանք փորձում են Աստծո կամքը ճանաչելու համար օգտագործեն իրենց ներքին ձայնի լսելը։ Շատ հաճախ կարծեք, ասում է, շատ կարևոր է լսես քո սրտի ձայնին, ներքին ձայնը քեզ կասի Աստծո կամքը։ Սա միանշանակ իմացեք, ես չեմ ուզում ավելի խորանալ, տարբեր, եթե խորանանք շատ ժամանակ կգնա, եթե խորանանք կտեսնեք, որ ի վերջո բերելու է ծայրահեղության, այսինքն ներքին ձայնը, որովհետեւ մեկ է որ ձեզ կասի, որ ձեր ներքին ձայնին լսեք, միանշանակ իմացեք, որ ձեր ներքին ձայնը ամենամեծ խաբեբանը ձեր կյանքում, որտեղ ձեր ներքին ձայնը վնասված է, այն ձեր էգոցենտրիզմից բխող ձայն է, այն ձեր շահերը փնտրող ձայն է, ձեր ներքին ձայնը դա ձեր ձայնը կամ առավել, եթե վերցնենք մեդիտացիոն կերպերով, այսինքն արդեն թե մարդը ինքն իրեն անջատում է եւ ուզում է լսի Աստծո ձայնը, ես չգիտեմ ով է ձեզ միանում եւ իր ձայնով է խոսում եւ իր ձայնով ինչեր է ասում։ Բայց միանշանակ եկեք հասկանանք, որ սա օբյեկտիվ չի, սա ավելի սուբյեկտիվ է եւ եթե սուբյեկտիվ է, միանշանակ զգուշ եղեք, որովհետեւ Աստված օբյեկտիվ է խոսում իր խոսքով։ Խոսքը անձնական չի, խոսքը ուղղված է բոլորին։ Եվ այս խոսքով Աստված բոլորից խոսում եւ Աստված երբեք մարդու հետ պահկվոցի չի խաղում, ծածուկ բաներ չի ասում Աստված։ Աստված ուղղակի է խոսում։ Հիմա, այսինքն լսելով ներքին ձայնին միանշանակ մեզ կբերի ծայրահեղության։ Նորից, որովհետեւ մեր ներքին ձայնը դա մեր սրտի արտահայտությունն է, իսկ մեր սիրտը էգոցենտրիկ է, մեր սիրտը վնասված է։ Սիրտը դա մեր հասկացողությունն է եւ մեր կյանքի արժեքներն են։ Դրա համար այն երբեք մեզ ճիշտ Աստծո կամք չի հայտնի։ Երկրորդը մարդիկ փորձում են մեկնաբանել Աստծո կյանքի պարագաներով, Աստծո կյանքը կյանքի պարագաներով։ Այստեղ կյանքի պարագաներով նույնպես նրանք փորձում են տեսնել պարագաները, թե ինչպես Աստված իրենց առաջնորդում պարագաներով։ Եվ շատ հաճախ պարագաները, դրական պարագաները վերագրում են, որ սա Աստված ուզեց, որ այսպես վարվեն, իսկ բացասական պարագաները, այսինքն դժվար պարագաները, ասում են, որ սա Աստծո հետ կապ չունի։ Մեծ մասամբ սա նույնպես տանում է ծայրահեղության պարագաներով, որովհետև պարագաները ընդհանուր առմամբ նրանք ի վերջո մեկնաբանվում են մեր անձի կողմից։ Այսինքն պարագաները մենք ենք վերագրում, որ դա Աստծուց են։ Պարագաները ուղղակի պարագաներն են, որ Աստված մեր կյանք հավարկում, բայց այդ պարագաների մեջ մենք ենք մեր անձնական անձնատեստում նշաններ Աստծո կամքի կամ Աստծո կամքի առաջնորդություն։ Դա մենք ենք տեսնում, դա Աստված չի անում։ Այո, մեր կյանքում գալիս են պարագաներ, բայց այդ պարագաները չեն գալիս մեզ Աստծո կամքը հուշելու։ Սա կարևոր է հասկանալ։ Ամեն դեպքում Աստծո պարագաները մեկնաբանելը մեր գործունեությունը չի, որովհետև Պողոս առաքյալը երբեք չի վարդապետում իր թղթերի մեկի մեջ, թե ինչպես մենք մեր կյանքի պարագաները ընդհանուր առմամբ մեկնաբանեն կամ ինչպես պարագաների միջոցով Աստծո կամքը հասկանան։ Չկա այդպիսի բան։ Նույնիսկ առաքյալները այդպես չեն, օրինակ Պողոս առաքյալը ասում է գնացի այս իշտեղը, իս դուռ էր բացված, բայց քանի որ Տիմոթեոսին չգտա, թողեցի հետ եկա։ Այսինքն
Պողոս, Աստված քո համար դուռ էր բացել ու թողեցիր հետ եկար։ Այո, որովհետև այդ դուռ բացել առաքյալը ուրիշ բանի նկատի ունի։ Առաքյալը չի ասում որ Աստված դուռ էր բացել, որ ես այդտեղ քարոզեմ։ Ասում է բացված դուռ տեսա, ի նկատի ունի որ շատ հարմար էր քարոզանելու, բայց առաքյալը այլ բան էր փնտրում։ Տիմոթեոսին էր փնտրում այլ ծառայության համար։ Թողեց եւ հետ եկավ։ Ես չեմ ուզում անդրադառնամ այդ հատվածներին, բայց մենք պետք է հասկանանք, որ Պողոս առաքյալը երբեք պարագաներով ասոկանք չի փնտրել, սիրելիներս։ Սա ուղղակի։ Հիմա եւ երրորդը, որը նույնպես կա, որը եթե անդրադառնանք պարագաների, Պողոս առաքյալը, երբ որ մեկնաբանի իր կյանքի դժվար պարագաները, որ դա Աստծուց չի դրական պարագաներ Աստծուց, այդ դեպքում Պողոս առաքյալը ընդհանրապես մի քարոզ չքարոզեր, կամ Աստծո խոսքը չքարոզեր, որտեղ իր քարոզի պատճառով ինքը միշտ գտնվում էր նեղ պարագաների մեջ։ Բանտարկվում էր, հալածվում էր, ծեծվում էր։ Ուրեմն դրա համար ինքը երկրորդ Կորինթացիս 12:7-ից 10-ում ասում է առավել կպարծել տկարություններով կամ իմ դժվար պարագաներով, քան թե իմ լավ պարագաներով։ Այսինքն եթե Պողոսը պարագաներով առաջնորդեր, ուրեմն դիել չքարոզեր։ Այսինքն կբերի ձեզ ծառայության ամեն դեպքում, որովհետև մեր նպատակը այսօր դա չի, որ մենք Աստծո կամքի այսինքն կերպերը խոսենք, բայց ես որոշ առումով արդեն վերջում կանադառնանք, թե ինչպես եք մեկ Աստծո կամքը ճանաչում եւ մեր այս հատվածը ինչ ասում, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, Հռոմեացիս 12-րդ համարը։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելի եւ կատարյալ։ Այստեղ բառեր կա, որ դուք սխալ կընկալեք։ Քննեք, կարծես թե փորձեք քննել, կարծես թե փորձեք իմանալ, ճանաչել, գտնել Աստծո կամքը, կարծես թե ձեզանից ծածկված է։ Եվ առաքյալ ասում է նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ուշադիր եղեք, առաքյալն արդեն ասում է, որ Աստծո կամքը արդեն տալիս Աստծո կամքի հատկությունները, այն բարին է, այն կատարյալն է եւ Աստծուն հաճելին է։ Իսկ դուք որտեղից եք իմանում ինչն է Աստծուն հաճելի։ Պարագաներն են դա ձեզ ասում։ Թե Աստծո խոսքի մեջ Աստծո արժեքային համակարգը ներկայացված է, նույնիսկ օրենքի մեջ։ Մենք գիտենք ինչ է ուզում Աստված եւ ինչ չի ուզում Աստված։ Ուրեմն կարևոր է մենք հասկանանք, այստեղ բառեր կա, որ մենք կանանանանք, բայց այստեղ խոսքը չի վերաբերվում Աստծո կամքը գտնելուն, այլ ուղղակի բառը մեզ ասում է այն կամքը, որ ձեզ արդեն հայտնված է, հնազանդվեք այդ կամքին, որը կատարյալն է, որը Աստծուն հաճելին է եւ որը բարին է։ Տեսնում եք, մենք կանանանանք սրան։ Հիմա ես թրուցիկ անցա, բայց երրորդ կարևոր կերպը, որ մարդիկ փորձում են Աստծո կամքը որոշել, դա նշաններն է։ Նշանները ծածուկ նշաններ եւ խորհուրդներ, որոնց մեջ իրանք խորհուրդ են դնում, կարծես թե Աստված մեզ հետ խոսում է նշաններով։ Օրինակ, եթե պետք է ամուսնանա երիտասարդը եւ կանգնած է կանգառում եւ իր մեջ կարա ինքը կարծես պայման կապի Աստծո հետ, անդրադառնալով Գեդեոնին, ինչպես դատավորած գրքում որոշակի դատավորների կյանքում, երբ որ Աստված նշաններ է ուղարկում, հետաքրքիր թե ինչի համար ուղարկում, առանց սա հասկանալու մարդիկ այն վերագրում են իրենց, կամ որոշ մարգարեների կյանքում եք տեսնում եք, որ նշաններ կա Աստված օգտագործում է եւ մարդիկ կարծես ունիվերսալ կերպով այս կերպը վերագրում են եւ ասում են Աստված մեր իր կամքը մեզ հայտնում է նշանների միջոցով։ Հիմա եթե մեկը կանգնած է կանգառում, կարա պայման կապի ասի Տեր Աստված, եթե 8-րդ համարի տրոլեբուսը գա, ուրեմն դու ուզում ես, որ ես ամուսնանամ Գայանեի հետ։ Լսեք, սիրելիներս, եթե դուք նշաններ եք փնտրում եւ ուզում եք, որ այդ նշանը ուղղակի լինի Աստծուց, առաջներդ պետք է Աստված այն կամենա։ 1. Երկրորդը, եթե դուք դա նշանը վերագրում եք Աստծուն, ուրեմն ոչ թե 8-րդ համարի տրոլեբուսը պիտի գա, այլ դուք պիտի կանգնած լինեք մի այնպիսի կանգառում, որտեղ ընդհանրապես տրոլեբուսի գիծ չկա, եւ նոր, երբ որ 8-րդ համարի տրոլեբուսը կգա, գծերով, նոր կասեք սա Աստծուց նշան է։ Բայց դուք կանգնած եք մի կանգառում, որտեղ արդեն իսկ տրոլեբուսը 8 համարի անցնում է, եւ դուք պայման եք, այ եթե 8-ը գա, դա Աստծո կամքն է, որ ես Գայանի հետ ամուսնանամ։ Չէ, նույնիսկ եթե դուք կանգնած եք մի կանգառում, որտեղ տրոլեբուսի գծերը կան, դուք պետք է ասեք, այ եթե 1008-րդ համարի տրոլեբուսը գա, որ այդպիսի համար չկա, այ դա կլինի Աստծուց նշան։ Եթե ամեն դեպքում, եթե դուք պայման կապեք, գոնե այդպիսի պայման պիտի լինի նշան, բայց ձեր կապածը ավելի գիտեք ոնց այն մանիպուլյացիա է, խաբկանք է, դուք ինքներդ ձեզ խաբում եք եւ հավատում եք, ահա 8 եկավ, Աստված դու դա կամենում ես, դա դուք եք մեկտաբանում սերերս, եւ ձեր ներքին ձայնը, եւ ձեր կյանքի պարագաները, եւ նշանները, դուք եք պար 12 համարի տրոլեբուսը եկավ, Աստված ինձ նշանա ցույց տալի 12 ցեղերի, ուզում ասի, որ ես էլ այդ ցեղերին եմ պատկանում, հավատարիմ Աստված իմ հանդեպ, ես նրա հանդեպ պիտի հավատարիմ լինեմ։ Դուք եք սա մեկնաբանում սերերս։ 12 համարի տրոլեբուսը 12 համարի տրոլեբուսն է եւ ձեզ համար չի գալի որպես նշան։ Գալիս այլ մարդկանց համար, որոնք սպասում են, որ նստեն գնան գործի։ Դուք դրա մեջ տեսնում եք ձեր սուբյեկտիվ, ձեր անձնական շահը, նշանը ձեզ համար էր։ Ոչ, այդ տրոլեբուսը մարդկանց համար էր, ձեզ համար չէր։ Տեսեք,
շատ կարևոր է որ մենք սրան անդրադառնանք ուրեմն այս մեկնաբանության կերպը նշանների եւ խորհրդանիշների ծեսերի միջոցով ճանաչել ասոկան քայլ կբերի ծայրահեղության այլ առումը որ ավելի կսկսի բարձրացնել եւ շոյել ձեր անձնակենտրոնությունը այսինքն եթե մեկը հակել է կանաչ գույնի ասենք վերնաշապիկ ով կանաչ գույնի իսլամի գույնն է ուրեմն Աստված ուզում է որ ես իսլամին քարոզեմ ավետարան Չէ, Աստված իր խոսքում ասում է, որ դու ավետարան քարոզի, այդ վերնաշապիկի գույնը չի, որ քեզ ասում է, որ դու ավետարանը քարոզես իսլամին։ Տեսեք, սա կարևոր է, սա ծայրահեղության կբերի եւ ի վերջո շատ կարևոր է մենք հասկանանք, որ ընդհանուր առմամբ այստեղ մենք սկսում ենք արդեն ոչ թե հասկանալ, թե այդ վերնաշապիկը այդ մարդու համար է, այլ այդ վերնաշապիկը, որ հակել այդ մարդը ոչ թե ինքն է հակել իր համար, այլ ինքը դա հակել է մեզ նշան լինելու համար։ Այստեղ նորից ուշադիր եղեք ձեր անձնա միշտ գալու առաջ այս սուբյեկտիվ մոտեցումը ձեր անձը դառնալու է առաջնային ինչ որ տեսնում եք ձեր կյանքում այն ուղղակի ձեզ համար է եւ սա բերելու է ընդհանրապես ձեր եկեղեցում ծառայության մեջ ձեր անձը փնտրելու առաջնային սկզբունքների եթե դուք ամեն ինչի մեջ փորձում եք տեսնել ձեզ համար նշան Աստծուց նույնիսկ ծառայությունների մեջ ձեզ համար եք տեսնելու ամեն ինչ եւ սա ծայրահեղության է բերելու Համար ես չեմ ուզում նվիրեմ շատ ժամանակ այս հատվածներին, բայց սրանք ուղղակի այն խաբկանքներն են, որ այսօր Աստված փորձում է իր խոսքի միջոցով, այսինքն ամեն դեպքում փորձում է կանգնեցնել մեր հավատացյալների կյանքում, բայց մենք այնքան համառ ենք սրանց մեջ, որ նույնիսկ Աստծո խոսքը վերցնում ենք եւ Աստծո խոսքի մեջ ենք տեսնում այդ սիմվոլները եւ վերագրում ենք տրոլեյբուսի համարին, գույներին, որոշակի նշաններին եւ ասում ենք այս է Աստվածաշնչում այս նշաններ, տես իմ կյանքում Աստված արեց Սա ոչ մի կապ չունի ձեր անձի հետ, այս սուբյեկտիվ մոտեցումը։ Այն ինչ նշան, որ դուք տեսնում եք Աստվածաշնչում, այն կատարված է Աստծո փրկության ծրագրի մեջ եւ ծրագրի օղակներում, ոչ թե ձեր անձնական ասոկապը ճանաչելու։ Սա կարևոր է զանազանեք։ Ուրեմն մի խոսքով այս ամենը մեզ կբերի, այսինքն Քրիստոսի վրա ունեցած ձեր հավատքը, ի վերջո դուք կվերացեք ձեր անձնական գործունեությունով, ձեր անձնական սկզբունքներով, մոտեցումով կվերածեք սնոտիապաշտության, կտակ Քրիստոսի անունը, կտակ Աստվածաշնչյան հատվածներում եղած նշանները, բայց այն կվերածեք սնոտիապաշտության։ Այն երբեք ձեզ չի ցույց տա Աստծո կամքը։ Հիմա եւ խորհուրդները եւ անձնականը ձայնի լսելը, սրանք բոլորը սխալական են, որոնք շատերին արդեն կործանել են։ Եթե այդ ճանապարհի մեջ եք ուղակի թողեք դա։ Եվ անդրադառնանք արդեն մեր հատվածում տեսնենք ինչպես առաքյալը խոսում եւ ինչպիսի կերպ առաջարկում առաքյալը մեր վերափոխման որպես նպատակ եւ արդեն իսկ այդտեղ դրված է որ մեր միտքը պետք է նորոգված լինի որ այդ մտքի նորոգությամբ մենք նորոգվենք մենք պետք է կերպարանափոխվենք մեր արդեն նորոգված մտքին իսկ մեր միտքը երբ որ ասում եք մտքի նորոգություն այլ ուղղակի նորոգվում Աստծո խոսքով Չկա ուրիշ արժեք, չկա ուրիշ խոսք, որ մեր միտքը կնորոգի։ Չկա ուրիշ տեսանկյուն կյանքին, քան Աստծո խոսքը, որ մեր միտքը կնորոգի։ Կամ մենք նայում ենք կյանքին մեր մարդկային անձնական տեսանկյունից, կամ մենք նայում ենք ըստ Աստծո խոսքի արդեն Աստծո տեսանկյունը ձևավորված, այսինքն մենք նայում ենք Աստծո տեսանկյունից կյանքին։ Դա Աստծո խոսքն է մեր տեսանկյունը փոխում։ Աստծո խոսքը տալիս է մեզ իրականությունը, որpիսի մենք կյանքին նայենք ոչ կեղծ, ոչ սխալ աչքերով, այլ Աստծո աչքերով ճիշտ տեսնենք իրականությունը։ Սա արդեն Աստծո խոսքի գործոնն է Սուրբ Հոգու միջոցով։ Ուրեմն ինչ մենք պետք է տեսնենք մեր հատվածում։ Եկեք նորից ընթերցենք առաջի համարից մինչև երկրորդ համարը եւ անդրադառնանք արդեն մեր հատվածին։ Արտաղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով։ Առաքյալն արդեն իսկ անդրադառնում է, որ Աստծո ողորմության մասին դուք տեղյակ եք, որտեղ 1-ից մինչև 11-րդ գլուխ առաքյալը տարբեր կերպերով փրկության օղակներում ներկայացրեց Աստծո բոլոր ողորմությունը եւ մենք տեսանք, որ մեր փրկության հարցում գլխավոր հիմքն ընկած Աստծո ողորմությունը։ Աստծո ողորմությունը, որ ձեր մարմինները, ձեր անձերը ներկայացնեք կենդանի սուրբ եւ ասունը թողելու պատարակ, որը ձեր բանավոր պաշտպան է։ Սա երկրպագություն է, սա ձեր ամբողջական կյանքն է, որ դրված է Աստծո զոհասեղանի։ Այսինքն դուք պատկանում եք Աստծուն։ Դուք որպես զոհ սեփականն եք Աստծո։ Ձեր կենդանի զոհն է, այսինքն ձեր կյանքով հանդերձ, ձեր ծառայությունով, ձեր Աստծո համար ապրելով։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այսինքն չլինի, որ ձեր այդ ծառայությունը կրի այս աշխարհի արժեքները, այս աշխարհի կերպարը, այս մարդկային սկզբունքները, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, այլ նորոգվեցեք արդեն ձեր նորոգված մտքի նորոգությունով, որ դուք քննեք թե ինչ է Աստծո կամքը բարին, հաճելի եւ կատարելի, որ դուք
ուղղակի հնազանդվեք Աստծո կամքին։ Հիմա եկեք անդրադառնանք այս լեքսիկոլոգիական այս արգելքին, որպեսզի հասկանանք ինչի մասն է խոսքը։ Շատերը կարդում են այս հատվածը եւ մտածում են Աստված այստեղ ասում է, որ դուք քննեք, որ դուք կարողանաք զատել, ստուգել, գտնել, որ դրա համար տարբեր վարդապետություններ են մղված այս պարագային Աստծո կամքը գտնելուն, կարծես թե այն ծածկված այն գաղտնիքը։ Տեսեք, Աստծո կամքը ամենահեշտ բանը Աստծո կամքն իմանալը։ Նույնիսկ անհավատ մարդը կարա Աստծո կամքը հասկանա։ Երբ որ անհավատ մարդը կարդում է Աստծո օրենքը, մի շնանար, ինքը ինչ է հասկանում, որ Աստված ասում է շնացի, թե ասում է մի շնացի։ Չէ՞ որ կարդում է մի շնանար, մի գողանար, մի սպանիր։ Այսինքն մարդը հասկանում է Աստծո կամքը, վերստին չծվածի մասին է խոսքը։ Հասկանում է Աստծո կամքը, այո, այդ ծածկված չի սիրելիներս։ Այն ուղղակի բացահայտ է։ Աստված երբեք պաղկոցի չի խաղացել մարդու հետ։ Մենք ենք այս ընկած մտքի տեր եղող մարդիկ ենք, որ մտածում ենք, որ Աստված ծածկել է իր կամքը մեզանից։ Այն միշտ հայտնված է, նույնիսկ հայտնության գիրքը ծածկություն չի, այն հայտնություն է։ Հայտնված է։ Ուղղակի պետք է քննել խոսքը, քննել նշանակում է ուսումնասիրել, այսինքն գործիքակազմը օգտագործել, էքզեգետիկան այդ process-ը անել, այսինքն գնալ առաջի դար, գնալ այն դարաշրջան, որտեղ հեղինակը խոսում է, ծանոթանալ մշակույթի հետ, ավանդույթների հետ, իմանալ այդ բառը ինչ նշանակություն է։ Այս ամենը պիտի արվի, որպեսզի մենք կարողանանք ուղղակի դուրս հանենք, հասկանանք հատված եւ հատվածը հասկանալով առավել մենք ճանաչում ենք ինչ է ուզում Աստված եւ ինչ է մեզ ցույց տալի Աստված, ինչի մասին է մեզ խոսում Աստված։ Սա էլ մեզ հայտնում է Աստծո կամքը։ Հիմա առաջինը մեր այս հատվածում մենք տեսանք, որ Աստված մեզ ցույց է տալիս ընդհանուր առմամբ ողորմություն, այսինքն այն ամենը, ինչը որ Աստծո ողորմությունից է արտադրված։ Եվ այդ ողորմությունն է ընկած մեր կերպարափոխության հիմքում։ Այդ ողորմությունն է, որ մեզ մղում է, որ մենք չնմանվենք այս դարաշրջանին, այլ այդ ողորմություն անողին, որի մասին մենք արդեն իմացանք, այլ նրան նմանվենք, վարվենք շնորհքով։ Սա առաջնայինը, որ մենք տեսանք։ Մեր կերպարափոխության ամբողջական օրինակը դա Աստծո ողորմությունն է։ Տեսեք։ Որովհետև երբ որ օգտագործեց առաքյալը չնմանվեք այս դարաշրջանին, ի նկատի ունի, որ այս դարաշրջանը սատանայի իշխանության տակ է եւ նա գործում է իր լծակներով։ Այդ լծակները չօգտագործեք ընդհանրապես ձեր ծառայության մեջ, ձեր կյանքում։ Սրա մասին է խոսքը։ Երկրորդ, մեր մեխանիզմը, այն ոչ թե հոգեբանական ինչ-որ որոշ process-եր անցնում եւ մեր կյանքում հոգեբանական կերպով փոփոխություններ է ենթարկվում, այլ ուղղակի Սուրբ Հոգու կողմից գերբնական իր խոսքը, հասարակական խոսքը օգտագործելով Սուրբ Հոգին մեզ վերստին ծնելով մեզ նմանեցնում է Քրիստոսին խոսքի միջոցով։ Եվ Սուրբ Հոգին առավել մեզ ներկայացնում է Քրիստոսին։ Այստեղ կարանք մի քիչ ավելի շատ խոսենք, ես հետագայում հավելում կպատրաստեմ, ավելի որը վերաբերվում է Սուրբ Հոգու, ինչպես է Սուրբ Հոգին խոսքը մեզ ներկայացնում։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը շեշտեց. լավ է, որ ես գնամ, հիշում եք։ Եվ շատերը տրտմեցին, բայց Քրիստոսը լավ է, որ ես գնամ։ Ճիշտ է, տրտմել եք, որովհետև ձեզ թվում է, թե ես ձեզ մենակ թողեցի, բայց ես լավ է գնամ, որովհետև եթե ես չգնամ, Սուրբ Հոգին ձեզ չի գա։ Իսկ եթե Սուրբ Հոգին գա, նա ինձանից կվերցնի եւ ձեզ կտա։ Այսինքն Սուրբ Հոգին մեզ տալու է այն ամենը, ինչ որ Քրիստոսը տալիս էր աշակերտներին։ Այսինքն այդ ամենը Սուրբ Հոգին վերցնելու է Քրիստոսից եւ մեզ տա։ Սա շատ կարևոր է։ Այսինքն այստեղ ոչ թե մեր սուբյեկտիվ ընկալումներն են, այլ ինչ որ արդեն Քրիստոսը ասեց, նա կհիշեցնի ձեզ ինչ որ ես ասեցի։ Այսինքն այս ամենը Սուրբ Հոգին վերցնելու է Որդուց եւ մեզ տա։ Որդին ինչ որ խոսած հորից։ Ես ոչինչ չխոսեցի, ես խոսեցի այն ինչ որ հորից լսեցի։ Նույնը Սուրբ Հոգին վերցնում է Քրիստոսից ինչ որ լսեց եւ փոխանցում է մեզ։ Սա երրորդության սկզբունքն է։ Այսինքն մեր կյանքում Քրիստոսի նվավելու գործունեությունը ծավալված է Սուրբ երրորդության միջոցով։ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու միջոցով։ Սա այսինքն հոգեբանական ինչ որ որոշ հարցեր եւ ճնշումներով չի, որ մենք մեր կյանքը փոխում ենք, այլ սա Աստծո գործն է, երբնական կերպով։ Հիմա երրորդը արդեն, որին կանադառնանք, որի մասին է մեր հատվածը, այլ մեր կերպարափոխության նպատակն է։ Եկեք կանադառնանք արդեն սրան։ Ուրեմն, այս բառը, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը, մեզ ցույց կտա արդեն կոնկրետ հատվածը ինչի մասին է խոսում։ Նորից լեքսիկոլոգիական կարևոր սկզբունք։ Մենք կարդում ենք բառը հունարեն դոկիմազո։ Այն կարող է նշանակել ռուսերենում քննել կամ հայերենում քննել, ռուսերենում բազմաված, բայց կարող լինի այսպիսի սկզբունք ուշադրին եք՝ ստուգել փորձելով,
դուք ինչ որ մի բան որպեսի իմանաք իր բաղադրությունը, այսինքն մետաղը որպեսի իմանաք ինքը ոսկի է թե ինչքան է պղինձ պարունակում մեջ, դուք այն փորձում եք, կրակով անցկացնում եք, փորձելով քննում եք։ Սա նույնպես կարա լինի դոկիմազո եւ նաեւ դոկիմազո բառը կարա նշանակի արդեն քննելով, փորձվելով դուք եկել եք եզրակացության եւ արդեն կնիկ եք դրել նրա վրա։ Այդ կնիքը ցույց է տալի ինչքան տոկոս ոսկի է, ինչքան տոկոս այլ մետաղներ ունի իր մեջ։ Այդ կնիքը արդեն փորձված է։ Այդ կնիքը արդեն ձեր եզրակացությունն է կամ ձեր արդյունքն է, եզրահանգումն է փորձելու ընթացքում։ Առաքյալը այս կերպով է օգտագործում բառը։ Ոչ թե ասում է քննեք, որ իմանաք, այլ արդեն քննված ձեր միտքը նորոգացով նորոգվեց եք, այսինքն դուք ունեք արդեն այն կնիքը, որ գիտեք որն է Աստծո կամքը, այդպես վարվեք, որը բարին է, կատարյալ է եւ որը Աստծուն հաճելի է։ Այսինքն Աստված ըլեք, առաքյալը այստեղ չի ասում, որ դուք փորձեք եւ տեսնեք որն է Աստծո կամքը։ Առաքյալն արդեն այս դոկիմազո բառը, որը գրված է քննեք, այն նաեւ նշանակում է արդեն քննելու process-ում ձեր բերած արդյունքը ունենալ։ Եկեք ավելի խորը սա ցույց տամ։ Տեսեք, երբ որ մենք անդրադարձանք մեր երկրորդ սկզբունքին, մեր կերպարանափոխության մեխանիզմին, մենք ասացինք, որ այն անողը հոգեբանը չի, որոշակի հոգեբանական հարցեր տալով կամ process-ի մեջ մեզ տանելով։ Այն Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին է գերբնական կերպով օգտագործելով Աստծո անսխալական խոսքը։ Այդ նույն Հոգին, որ այդ խոսքը տվեց մարգարեների միջոցով, եւ եկեք այս առումով տեսեք, այստեղ մենք տեսնում ենք, որ նույնիսկ Եբրայեցիս թուղթը եթե նայեք, որ Աստծո խոսքը քննում է եւ միջև ուղղությունն է քննում, այստեղ հոգեբանը չի քննում մտնում ուղղությունը, այլ Աստծո խոսքն է այդ գործունեություն անողը, Սուրբ Հոգին։ Մյուսը, երբ որ մենք անդրադառնում ենք, այդտեղ գրված է Եփեսացիս թղթում, կարդում ենք Աստծո սուրը կամ Քրիստոսի սուրը կամ հոգու սուրը, ոչ թե հոգևոր սուրը, որ թարգմանել են հոգևոր սուրը, այդտեղ հոգևոր սուր չի։ Իրականում բնագրի մեջ հոգու սուրը, Սուրբ Հոգու սուրը, Սուրբ Հոգին այդ սուրը, որ Աստծո խոսքն է։ Սուրբ Հոգին այդ սուրով է մեր մեջ գործանում, ինքն է թափանցում միջև ուղղությունը եւ քննում ամեն բան եւ վերափոխում մեզ։ Հիմա այս նույն կերպով, երբ որ առաքյալն անդրադառնում է, որ դուք քննեք թե ինչ է Աստծո խոսքը, այս դոկիմազո բառը երկու նշանակություն ունի։ Առաջինը ստուգել, փորձելով Երբ ինչ որ մի բան քննում եք, ստուգում եք, կարողանում եք ճանաչել այն իրական է թե կեղծ, զանազանում եք իրականը կեղծից, քննել եւ քննել բառը նույնպես դոկիմազո, որ կարաք օգտագործեք։ Եվ նաեւ գալ եզրակացության քննելու հիմքի վրա։ Սա նույնպես դոկիմազո բառն է։ Այսինքն արդեն ստուգվածը եզրակացնելը ստուգության ընթացքում կամ ստուգվածության արդյունքում եզրակացության գալը նույնպես դոկիմազո բառն է։ Առաքյալը այս սկզբունքով է օգտագործում ստուգելով գալ եզրակացության, որը հիմնված է այդ ստուգարքի վրա։ Տեսեք, եւ այս բառը նշանակում է ստուգել, քննել եւ ունենալ եզրակացություն քննության արդյունքում։ Ոչ թե առաջին կերպն է օգտագործում առաքյալը, որ մենք նոր պիտի ստուգենք եւ քննենք, այլ արդեն ստուգված քննվածի եզրահանգման արդյունքում ունեցած խոսքի վրա։ Այս սրա մասին է խոսքը։ Մի քանի տեղ սա օգտագործում է։ Այսինքն Պողոս առաքյալը, տեսեք, դոկիմազո բառով ցույց է տալիս պնդել կամ հաստատել, արդեն ստուգորքի տասկում հաստատվելը, կամ թույլ տալ ընդունել, ընդունեք այս խոսքը, ոչ թե քննեք, ոչ թե սկսեք ստուգել, որն է, որը չի, այլ արդեն ստուգության ընթացքում ձեռք բերվածը, հաստատվածը ընդունեք։ Առաքյալը այս կերպով է խոսում։ Երբ ինչ որ մի առարկա ստուգում եք, տեսեք, այդ քննելու process-ը ոսկի է թե ոսկի չի, դոկիմազո է։ Դուք որ ասում եք քննեք այս մետաղը, չի ասում եք դոկիմազո այս մետաղը, ասեք թե քննեք այս մետաղը, բայց նաև երբ որ դուք արդեն ասում եք սա արդեն ոսկի է, դուք ասում եք դոկիմազո ոսկի է, այսինքն հաստատված ոսկի է։ Արդեն քննել եք, արդեն այն հաստատված է, որ այն ոսկի է։ Այսինքն այստեղ ոչ թե առաքյալն ասում է Աստծո խոսքը փնտրեք, այլ ասում է արդեն ձեր գտած խոսքին հնազանդվեք, ընդունեք այդ խոսքը, ընդունեք այդ կերպարը։ Սրա մասին է խոսքը, սիրելիներ։ Այդ տեսեք հասարակ մի նշանակություն բառը դոկիմազո, որ կարող նշանակի նաև քննել, թարգմանել են քննել եւ մեկ մտածում եք, որ առաքյալն ասում է քննեք այդ որն է Աստծո կամքը, իմացեք, որ կարողանաք դրան նմանվեք։ Սա այդ մասի չի խոսքը, սիրելիներ։ Առաքյալն ասում է արդեն այլ որ ձեզ հայտնված է, ձեր միտքը նորոգված է, գիտեք որն է Աստծո կամքը, այդ կամքի համաձայն նորոգվեցեք։ Տեսնում եք։
որպեսզի առավել մեկ տեսեք առաքյալը այս բառը որտեղ է օգտագործում եւ ինչպիսի հատվածներում օգտագործում, որ տեսեք որ առաքյալը շատ հաճախ ինքը մղված է այս բառը օգտագործելու այդ սկզբունքով, որովհետեւ մեծ նշանակություն կա, երբ որ առաքյալը մեզ մղի, որ մենք դեռ նոր պիտի հələ քնենք, դելակս ասոկապը, թե ասոկապը չի, դրա հիմքի վրա առաջակի այդ վարդապետությունները, մեկը պարագաներով է փորձում քննի, մեկը նշաններ է փնտրում, որպեսզի քննի ասոկապը, թե ասոկապը չի, Աստված բախկոցի չի ղավ, դրա համար ես սկսեցի այս հատվածը, այս սկզբունքով սելերս։ Առաքյալն արդեն ասում է, ձեր միտքը նորոգված է։ Արդեն ասը խոսքը նորոգել է ձեր միտքը այդ նորոգության, այսինքն արդեն դուք քննել եք եւ գիտեք որն է ոսկին։ Այսինքն այդ պրոբը, որ դուք դրել եք, այդ կնիքը, որ դրել եք այդ ոսկու վրա, այդ պրոբի վրա գրված է արդեն։ Սա ոսկի է։ Այդ ոսկու համաձայն կերպարանափոխվեք։ Այսինքն այստեղ առաքյալն արվել ցույց է տալի, որ տեսեք մի քարերակ, որպեսզի մենք տեսնենք Այսինքն, բայց սա այս ձեռք բերած հատը արդեն փորձության արդյունքում է եկել։ Դրա համար առաջի Թեսաղոնիկեցիս 2:4 տեսեք Պողոս առաքյալը որտեղ օգտագործում այս բառը։ Այլ ինչպես մենք Աստվածանից ընտրվեցանք, որ ավետարանը մեզ հավատացվի, այնպես էլ խոսում ենք ոչ թե իբր մարդկանց հաճո լինողներ, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ Այստեղ բառը, որ դոկիմազո նույն բառն է թարգմանված, տեսեք, այլ ինչպես մենք Աստվածանից ընտրվեցանք, կամ ինչպես Աստված մեզ փորձեց եւ դրեց, հաստատեց այդ ծառայության մեջ, այդպես էլ վարվում ենք։ Տեսնում եք նույն բառը։ Նայեք։ Տեսեք ռուսերենի մեջ գրված է «Նոկակ բոկ ու դաստոյին» արժանացրեց, չէ՞։ Հայերենում ճիշտ է թարգմանված, ընտրեց, որտեղ այդ բառը դոկիմազո նշանակում է պրոբվեց, փորձել Իսպիտիվեց ստուգել, պրավիրյաց, քննել, իստեդվեց, հետապնդել, հետաքննել, պազնավայց, ճանաչել եւ ի վերջո երկրորդը в результате պրավերքի, ադաբրյաց բառը, այսինքն հաստատել, ինչա մենք կարդում ենք, Աստված ընտրվեցանք, ընտրել, այսինքն այդ քննության արդյունքում ընտրել սա։ Այդ նույն ձևով է օգտագործված։ Այդտեղ չի ասում քննեք, գտեք։ Այդտեղ ասում արդեն քննված, գտածը եւ կնիկ դրվածին հետևեք, դրան նմանվեք, ինչ որ գտել եք դրան նմանվեք, ոչ թե նոր գտեք։ Ռուսերենում առավել երևում է, բայց ինչպես Աստված մեզ արժանացրեց, այդ օրինակի պես վարվում ենք, այսինքն արժանացել, ինչպես Աստված փորձեց եւ մեզ դրեց, հաստատեց, այդպես էլ վարվում ենք։ Այսպես էլ ինչպես մենք Աստվածանից ընտրվեցանք, որ ավետարանը մեզ հավատացվի։ Այսինքն Աստված ստուգեց եւ դրեց, այդպես էլ վարվում ենք։ Այստեղ արդեն արդյունքի հետ է կապված երես, ոչ թե process-ի քննելու, այո, այդ բառը կարա լինի եւ քննել, process-ը ստուգել, եւ նաեւ արդեն ստուգելու արդյունքում ձեռք բերված հաստատությունը, հաստատ իմանալ, նաեւ դա է դոկիմազը։ Առաքյալը երբ որ ասում է, ձեր միտքը նորոգվի, որ դուք հաստատ գիտեք եւ նմանվեք այդ կերպարին Աստծո կամքին, չի ասում քննեք Աստծո կամքը, այլ ասում արդեն գտնված կամքին նմանվեք։ Այս սրա մասին է խոսքը։ Տեսեք ինչքան կարևոր է այդ հատվածը ճիշտ տեսնել։ Եվ այստեղ է որ մենք չենք գնում միստիցիզմի մեջ, որտեղ Աստված երբեք որևէ մեկին չի ասում փորձեք, քննեք, որն է իմ կամքը։ Եկեք մեկ այլ հատված նայենք։ Առաջի Կորինթացիս 16:3-ը։ Տեսեք, առաքյալը ասում է, որ չլինի, սա վերաբերվում է, երբ որ եկեղեցին կհավաքեն որոշ օգնություն, որպեսզի առաքյալը գար եւ վերցներ եւ տարան նույնիսկ եկեղեցիներին։ Որ չլինի թե երբ որ գա, առաջի Կորինթացիս 16:3-ը։ Որ չլինի թե երբ որ գամ այն ժամանակ ժողովելը լինի, հավաքելը լինի, բայց երբ որ գամ, որոնց որ թղթերով ընտրեցիք, նրանց կուղարկեմ, որ ձեր ընծան տանեն Երուսաղեմ, որոնց որ թղթերով ընտրեցիք, որոնց որ դուք նամակով ցույց տվեցիք, որ այս անձը կարող է տանել, այդ դրանց միջոցով էլ կուղարկեմ այդ ընծաները Երուսաղեմ։ Այստեղ նույնպես այս ընտրեցիք բառը ռուսերենի մեջ изберите Ձեր отправлю списмами, այսինքն որոնց որ դուք կընտրեք, այս ընտրել բառը նշանակում է որոնց որ դուք ստուգեցիք, որպես եկեղեցի դուք ստուգեցիք, տեսաք որ այս մարդիկ անշահախնդիր են, գող չեն, ավազակ չեն եւ ուղակի անկեղծ այդ հավաքված ժողոված այդ օգնությունը կտանեն Երուսաղեմ, դրանց միջոցով ու որ ընտրեցիք, ստուգեցիք, ընտրեցիք, դրանց միջոցով էլ այն կուղարկեմ Երուսաղեմ։ Այստեղ նույնպես այդ բառը ոչ թե ստուգեք այդ մարդկանց, այլ արդեն ստուգված մարդկանց, ընտրված մարդկանց միջոցով կուղարկեմ։ Այս նույն բառն օգտագործած դոկիմազը։ Մյուսը Հռոմեացիս 14:22 այստեղ առաքյալը խոսում է, որ որևէ մեկը չլինի, որ իր տկար եղբորը համար գայթակղություն դառնա, եւ ասում է այն եղբայրը, որը որ այս հասկացողությունը ունի, հաստատվել է դրա մեջ, որ
չի կարելի տկար եղբորը գայթակղություն դառնալ, այլ պետք է այնպես անել, որ այդ եղբորը իր տկարության պատճառով չգայթակղվի, այնպես վարվի նրա հետ, եւ այս վարվելու մեջ ասма դու հաստատված ես, Երանի ասма նրան, որ հաստատված է սրա մեջ, որ իր եղբորը չի գայթակղեցնում։ Տեսեք, դու հավատք ունես, քեզ համար ունեցիր Աստծո առաջին, Երանի նրան, որ իր անձը չի դատապարտում նրանով, որ ընդունում է, որ հաստատ գիտի, որ այսպես վարվեց, որ եղբայրը չգայթակղվի։ Այստեղ նույնպես դոկիմազո այդ ընդունում է բառն է օգտագործված։ Այսինքն ինքը մի քանի անգամ ստուգել է ինչպես վարվի, որ եղբայրը չգայթակղվի եւ հաստատվել է այդ վարքի մեջ, ինչպես վարվի, ուրեմն հաստատ գիտի ինչպես վարվի։ Ասма դրան մեջ Երանի այլ մարդու, որ այդ հաստատության մեջ կանգնած է, որ չի գայթակղեցնում իր եղբորը։ Տեսնում եք, մեր ժամանակը անցավ, մենք շարունակենք, ես չեմ ուզում 30 րոպեից ավելի մենք խոսենք, որ հակոկնենք, հիմա տեսեք, մեր այս հատվածում մենք նայում ենք լեքսիկոլոգիական այդ խնդրին, որը առաջ է եկել ճիշտ չհասկանալու պատճառով, առաջ է եկել, որ Աստված կարծես մեզ ասում է, քննեք, գտեք, փորձեք, որն է Աստծո խոսքը, Աստծո կամքը։ Ոչ, ելնես, արդեն ստուգված է Աստծո կամքը եւ մեզ հայտնված է խոսքի միջոցով։ Այն խոսքի միջոցով, որ մեզ հայտնված եւ մենք հաստատ գիտենք, որ դա Աստծո կամքն է, ասում է դրա համաձայն վարվեք, որպիսի Աստծուն հաճելի, բարին կատարեք եւ կատարյալը լինեք։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, կշարունակենք մյուս զանազանության մեջ։